Բարև ձեզ երեկոյան 5-ի թողարկմամբ ուղիղ եթերում լուրերն է ձեզ համար աշխատում է Լիլիթ Աղբալյանը։ Քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական քարոզարշավի առաջին կանգառը եղել է Տաշիրում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քարտեզ կրծքանշաններ է նվիրել բնակիչներին, պատասխանել նաև հաստատված խաղաղության վերաբերյալ հարցին։ Վարչապետն ընդգծել է, խաղաղությունը կախված է ժողովրդից, կոչ արել տեր կանգնել խաղաղությանը։ Հանդիպումները շարունակվել են Ստեփանավանում, Վանաձորում ու Սպիտակում։ Շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամ Տաշիրի բժշկական կենտրոնի կառուցմանը։ Տաշիր համայնքի պետական ու սուբվենցիոն ծրագրերն է ներկայացնում Լոռու մարզպետը քաղաք եկած վարչապետին ու իր թիմին։ Արեն Մկրտչյանը թվարկում է, կառուցվում է 5 նոր կրթահամալիր, ասֆալտապատվել են ներհամայնքային փողոցներ, անցկացվել լուսավորության համակարգ։ Տաշիր Մեծավան ճանապարհը երկար սպասված ավելի քան 1 միլիարդ դրամ արժեքով 8 կիլոմետր 5 կիլոմետր արվածա 3-ը արդեն եղանակային պայմաններից ելնելով կարվի։ Տաշիր Պրիվոլների ճանապարհը նորից մոտ 9 կիլոմետր 5-ը արվածա 4-ը սպասում են եղանակները թույլ տա։ Այդ ճանապարհներ չի կառուցված։ Մենք սուբվենցիոն ծրագրերով հավասարապես ֆինանսավորել ենք եւ այն համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ է եւ այն համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ չի։ Ինչու ենք այդպես արել, որովհետեւ մենք այս ծրագրերը անում ենք մարդկանց համար, բնակիչների համար եւ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի համար։ Քաղաքացիների հարցերը վարչապետին շատ էին ու բազմազան, առաջնահերթը խաղաղությունն էր։ Թերահավատ քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը լսեց մինչև վերջ ու պարզաբանեց։ Բա որ Աստված ոչ անի ձեզ մի բան լինի։ Էլ всё, հա, խաղաղություն չի։ Որ ավարտեք ես կարձագանք եմ, ավարտեցիք։ Մենք ընտրություններում հանդես ենք գալիս ժողովրդին ուղղված տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով։ Դա նշանակում է, որ մենք մարդկանց ասում ենք, որ խաղաղությունը ոչ թե ինձնից է կախված կամ մեր թիմից է կախված, խաղաղությունը կախված է ժողովրդից։ Եվ ժողովուրդը այս ընտրություններում խաղաղության իր կամքը պետքա ցույց տա։ Ինչպես պետքա ժողովուրդը իր այս ընտրություններում խաղաղության իր կամքը ցույց տա։ Իր կամքը պետքա ցույց տա, որ հանդես գալով խաղաղության ծրագրով եւ կարգախոսով հանդես եկող ուժերի օգտին, որովհետեւ այն ուժերը, ովքեր գալիս են, ասում են 29743 քառակուսի կիլոմետրով մենք չպետքա բավարարենք, այդ ուժերի հաղթանակը նշանակում է կոնֆլիկտ, նշանակում է պատերազմ։ Այն ուժերը, ովքեր պաշտոնական իրանց բաներով, պոստերներով, վիդեոներով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս քարտեզներով, այդ ուժերի իշխանության գալը նշանակում է կոնֆլիկտ եւ պատերազմ։ Մենք չենք ասում, որ խաղաղությունը կախված է մեզնից, մենք ասում ենք խաղաղությունը կախված է ժողովրդից եւ ժողովուրդը այս ընտրություններում պետք է խաղաղությունը տեր կանգնելու իր կամքը ցույց տա։ Լավ է, եղբայր։ Բարև ձեզ։ Ձեր համարն էլ ունեմ, Ռուսաստանից կապնվել եմ, եկել եմ ձեզ ընտրել եմ, հիմա էլ կընտրեմ, ջանի դզի մերն եմ։ Ես ձեզ։ Այս կնոջն էլ անհանգստացնում էր դպրոցում ստացած ցածր աշխատավարձը։ Այսօր Հայաստանում ասում եք 60,000 դրամ են ստանում, այսօր Հայաստանում ուսուցիչներ մինչև 700,000 դրամ աշխատավարձ են ստանում, բայց դրա համար պետք է ատեստավորել գերազանցով, դրա համար կա տարակարգա պետք ունենալ եւ այդ է ճանապարհը, որովհետեւ հասկանում եք, ես ձեզ մի բան ասեմ, եթե բոլորը ոչ մեկը այդ ջանքով չգնա ինքը իր աշխատավարձը չբարձրացնի, ինքը կրթությունը չլավացնի, աշխատավարձը չմեծացնի, ոչ մեկ չաշխատի, պետությունը ոնց բոլորի ատամները սարքի, տուն սարքի, էսանի ճանապարհը սարքի, այնանի։ Ասա եղբայր, ողջունում եմ։ Այնա մամա։ Հա, սպասի։ Հա, մայրիկ ջան, այն մայրիկ հետ ենք խոսում։ Բարև ձեզ, Մարիկ ջան։ Բա այս մեր քարտեզներից մի հատ ձեզ նվեր չբերեմ։ Հա, հեսա գալիս են։ Քաղաքացին հեռախոսով հրավիրեց, վարչապետը անձամբ այցելեց քաղաքացու բնակարան։ Համեցեք, պարոն վարչապետ ջան, համեցեք։ Համեցեք։ Շնորհակալ ենք ձեր։ Համեցեք։ Շատ նեղություն չենք տա ձեզ։ Խաղաղության կողմնակից եմ, ուրիշ ոչ մի բան չեմ ասում։ Շնորհակալ ենք շատ։ Շատ հարգում եմ ձեր ծրագիրը, ընդունում եմ ձեր ծրագիրը, օգտվել եմ այս բժշկական օգնությունից, շատ շնորհակալություն։ Նորմալ, պարզեր մի հատ նոր կին կար փողոցում, տենց շատ տեղյակ չէր, որ տենց բան կա, փորձում ենք բացատրել, թե ոնց կլինի եւ այլ, ասում էր առողջական խնդիրներ ունենք, ասում ենք բա գնացեք դիմեք եւ այլն, ոնց որ այդքան էլ
Հələ մարդիկ կան, որ տեղեկացված։ Տեղացին շատ ճիշտ է։ Բարևել ենք ձեզ։ Բախի չբարևենք։ Նա նվիրենք սրանից ձեզ, կարելի է իմ ձեռքով sense փակցնեմ, եթե թույլ տաք։ Ահա, այսպեսին էր Տաշիրի մեր այցը։ Ավտոբուսը ուղևորվեց Ստեփանավան։ Գյուլագարակից եկած քաղաքացիները պատմում են, որ կարկուտի վնասի փոխհատուցում չեն ստացել։ Դե բայց մենք կարանք ստուգենք, թող կոնկրետ այս դեպքում հասնում էր, թե չէր հասնում։ Մենակ իմը չէ, մի 14 հոգու պահելա։ 14 հոգու անուններով մի հատ բան արել։ Անուններով բոլորով մի հատ հասկացա։ Ում ուղարկի մի հատ կոնկրետ։ եկեք մարզպետարան եք։ Դավ գծերը կոնկրետ, ում կոնկրետ։ Երկուշաբթի օրը։ Չէ, մի հատ ինքը թող ուղարկի կոնկրետ մարդու, դուք կվերցնեք կնայեք։ Էս ինչ։ Աչքով չտանք, աչքով չենք տա, մեր աչքով։ Վարի, էս ինչ լավ հավես խանութ է։ Ամեն ինչ կա։ Էս ձեզ հաջողություն ձեր գործերին։ Հələ ինչ լավ ապրանքներ ունեն, հələ նայեք։ Բարև ձեզ։ Ուզում եմ գե Փաշինյանին տենա, խիչ տենա։ Էս քեզ։ Լոնար ջան, այ սենց էս եք կպցնենք։ Նա ուզում եմ Փաշինյանին տենա։ Էս քեզ։ Վարչապետին ներկայացրին նորոգվող այս փողոցը բարեկարգվում է սուբվենցիոն ծրագրով։ 440 միլիոն սուբվենցիա։ Այս բաները ջրահեռացումները բան հետ անում եք, թե չէ։ Հա, իհարկե։ Սկզբից որտեղ որ նախապես են դաժարացել, ներկայումս որտեղ հենց կարիք կա այդ ծրագրի մեջ ենք այդ ծրագրի շրջանակները։ Ստեփանավանում իրականացվող ծրագրերից քննարկեցին նաև Աշոտաբերդ թաղամասի կառուցման 10 միլիարդանոց ծրագիրը։ Երբ կավարտվի նորմալ գն մաշինարարությունը։ Մի քիչ թույլ են, բայց ոնց որ այս տարի լավ զարգ են տվել, ճիշտ ասած դες խոստացել են, որ 26 թվականի սեպտեմբերին բան ինչ որ մի մասը պետք է հանձնենք, տեղափոխենք երկրորդ փուլը սկսենք, 28-ն ավարտի ծրագրի։ Ահա։ 296 309 ընտանիք բան ոչ, շատ մեծ ծրագիր է, դեռ հանրապետությունը նմանությունով ծրագիր։ Քանի շենք է կառուցվում։ 15 շենք, շատ լավ է։ Դուք ապահովագրությունով եք ստանում դեղ, թե չէ, հա? Հիմա ապահովագրության դեղերն եք ստանում։ Էս ձեզ։ Ինչքանի դեղ եք ստանում, նախկինում ինչքան եք վճարում այդ դեղերի։ Ես չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, չեմ հաշվում, բայց ինչ պետք է կան ստանում։ Այսինքն հիմա դեղերը վերցնելու եք, փողը չեք տալու։ Ահա։ Եղավ։ Հետո փողը մենք ենք տալու։ Ճանապարհների նորոգումներ վերջին տարիներին Ստեփանավանում եւս շատ են եղել։ Բաղրամյան փողոցն է վերանորոգվել է Բարև։ 21 թվին, 21-22։ Ահա։ Կողքի փողոցը, Չարենցի փողոցն է ամբողջությամբ վերանորոգված է։ Ռաֆինել երեք մրցույթ կայացրել Ռաֆինասը։ Ձեզնից շատ շնորհակալ եմ խնդրանքները իրականացրել երեխայի համար շաքարային դիաբետի համար, որ դիմել է սիրտների համար արդեն տրամադրել։ Մի ձեզ հետ մի անգամ չենք հանդիպել բանում։ Հա, ճիշտ է։ Այդ ժամանակ էր, որ ես էլ ասի առաջիկայում լնելու է այդ։ Անչափ շատ Հա, հետո բանը տեսանյութն էլ բանում իմեջում դրեցի։ Այո, անչափ շատ Լավ է։ Ահա։ Էս էլ Ստեփանավա առայժմ Արդեն Վանաձորում Արեն Մկրտչյանը ներկայացրեց 13 միլիարդից ավելի սուբվենցիոն ծրագիր է հաստատվել։ Ասի քանի փողոց Մանաձորի 42 նոր փողոցներ։ Արդեն Ղշլաղի փողոցը 42 փողոց, այս ավագանու, որ երկար ժամանակ չէր ստացվում նիստ անել, սպասում էինք էլի, ավագանու որոշման արդյունքում Վանաձորի 42 փողոց 42 փողոց թվով։ Միջին նորոգում, հիմնանորոգում, թե Միջին բոլոր նորոգում չունեն բոլորը։ բոլորը հիմնանորոգում։ Պարոն վարչապետ ջան, 18 թվից այս կողմ ես նենց հաճույքով եմ գալիս իմ երկիր, որ տեսնում եմ այս բարեփոխությունները, այս արդարությունը, որ այն արդարությունները, անարդարությունները էլ չկա։ Իմ լավ ղեկավար, իմ սիրելի Փաշինյան ջան, Շնորհակալ եմ Մարիկ ջան, գրկում եմ, պինդ համբուրում եմ։ Վանաձորցի տղան վարչապետին պատմում է թենիսի փակ կորտ չունեն։ Ուզում եմ դիմել ձեզ, Հա, չգիտեի, որ Վանաձորում թենիս պարապում են, կմտածենք։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում անդրադարձ կա բազմազավակ ընտանիքների աջակցության ծրագրին, տեղեկացրեց վարչապետը բազմազավակ ծնողին։ 4 տարի արդեն Հայաստանում գործում է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամսական նպաստ։ Ամիսը 50,000 դրամ, մինչեւ 6 տարեկան։ Ես դրանից օգտվում եմ, ես ունեմ 8 երեխա, որից 7-ը անչափահաս։ Հիմա տեսեք։ Մենակ դրանից եմ։ Հելա մի րոպե, այս նախընտրական ծրագրում է կետ եք դնում 6
եւ ավել երեխա ունեցող ընտանիքների համար բնականաշինության ծրագիր են անում, որ բազմազավակ երեխաներ ու ընտանիքներին բնականաշինության ծրագիր անենք իրանց համար։ Լեռնապատ գյուղի այս բնակիչը ունի բնակարան գնելու սերտիֆիկատ, սակայն ցանկանում է տուն գնելու փոխարեն իր կիսակառույցը ավարտել։ Այդ գյուղում 42 բգվ ենք տվել, վաճառքի տուն էլ չկա, իսկապես չկա։ Եվ կիսակառույցը ուզում է տուն սարքի նույն գումարով ինչ որ տվել ենք տուն առնելու համար։ Ինձ թվում է լինող գործը։ Այս քաղաքացին էլ պատմում է մայրիկի առողջական խնդիրները համընդհանուր ապահովագրությամբ են լուծել։ Առողջության ապահովագրությունը ոչ միայն թոշակառուների կամ ոչ այնքան թոշակառուների, ինչքան իրանց երեխեքի համար, որովհետև ով որ տարիքով ծնող ունի, միշտ լարված է, ասում է, բա որ հանկարծ մի բան ունի, Աստված չան, ինչ ենք անելու։ Հավաքված մարդկանցից շատերի հետ վարչապետը չհասցրեց շփվել։ Ինչքան մարդ է հավաքվել։ Շնորհակալ ենք շատ։ Վանաձոր շնորհակալ ենք, շատ սիրում ենք բոլորիդ։ Ում չհասցրեցինք, բարևենք, նկարվենք, էլի կգանք, հələ կգանք։ Հաջորդ ուղղությունը Սպիտակն է։ Էմմա Վարդանյան, լուրեր։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ժամը 7:50-ի սահմաններում Քուչա-Կապարանդ ճանապարհին միմյանց են բախվել ոստիկանության Հոնդա ավտոբուսը եւ Նիսան մեքենան, ըստ նախնական տվյալի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել 12 անձ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համացանցում շրջանառվող ապատեղեկությունը հերքել են ներքին գործերի նախարարության եւ քննչական կոմիտեի խոսնակները։ Նշվում է, որ զանգվածային լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ ողբերգական պատահարը գործելով տարածել են կեղծ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Ապատեղեկություն է, թե ոստիկանության ավտոբուսն ուղեկցել է վարչապետի Ավտոշարասյանը։ Ապատեղեկություն է նաև, թե իբր տեղի ունեցած պատահարը եղել է ոստիկանության ավտոբուսի մեղավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Նիսան Մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է ավտոբուսին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Անդրադարձ է կատարվել ճանապարհային քարտեզի կիրարկումը առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մշտադիտարկման եւ հաղորդակցության նոր գործիքների ներդրման անհրաժեշտության հետ կապված հարցերին։ Փոխվարչապետը տվել է հանձնարարականներ պատասխանատու գերատեսչություններին։ Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ, իրանական կողմից Պակիստան է մեկնել 70-ից ավելի մարդ։ Պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Միացյալ Նահանգների նախագահը նախազգուշացրել է, եթե գործարքի չհասնեն, ռազմական գործողությունները կվերսկսվեն։ Բանակցություններին ընդառաջ Վենսը հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ, իսկ Թեհրանից հայտարարել են, որ ուզում են բանակցել եւ հասնել գործարքի, սակայն չեն վստահում Վաշինգտոնին։ Այս ժամի միջազգային զարգացումները ներկայացնում է Դիանա Գասպարյանը։ Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցային թիմերն արդեն Իսլամաբադում են։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալով Իսլամական Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Պակիստան են մեկնել նաեւ արտգործնախարար Աբբաս Արաղչին, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Ակբար Ահմադյանը եւ այլ պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ 70-ից ավելի մարդ։ Իրանը մինչեւ վերջին պահը չէր հաստատում, որ պատվիրակություն կուղարկի բանակցություններին։ Ղալիբաֆը հայտարարել էր, որ ապրիլի 8-ի գիշերը հայտարարված հրադադարի պայմանները չեն կատարվել։ Մասնավորապես Վաշինգտոնը չի ապասառեցրել իրանական ակտիվները, իսկ Իսրայելը չի դադարեցրել Լիբանանում ռազմական գործողությունները։ Իսլամաբադում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյդի Վենսը, նա հույս է հայտնել, որ դրական արդյունքներ կունենան։ Եթե իրանցիները բարի կամք դրսևորեն, մենք էլ ձեռք կմեկնենք, հավելել է պաշտոնյան։ Սպիտակ տան թիմի կազմում են նաև հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները ու եւս մի քանի տասնյակ պատվիրակ։ Բանակցություններին ընդառաջ ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է առաջնային նպատակն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի։ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է, եթե գործարքի չհասնեն, ռազմական գործողությունները կվերսկսվեն։ Իրանը խաղաքարտեր չունի, հավելել է Թրամփը։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների, հայտարարել է Դաշնության արտաքին գործերի նախարարը։ Այժմ, երբ քաղաքական դիվանագիտական կարգավորման հեռանկար է նկատվում, Եվրամիությունը խոսում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին, որպես խաղաղ կարգավորման հիմնական բաղադրիչ, նշել է Սերգեյ Լավրովը, հավելել, դա բավական չէ։ Նրա խոսքով եվրոպական կողմը ցանկանում է տեղ գտնել բանակցությունների սեղանի շուրջ։ Կիև-Մոսկվա բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարություն
իրադարձությունների ֆոնին ռազմական գործողությունները շարունակվում են։ Օդեսայում ռուսական օդային հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Վնասվել են մասնավոր եւ բնակելի շենքեր, քաղաքային ենթակառուցվածքներ։ Սումիում եւս հայտնի է վիրավորների մասին։ Ռուսաստանի բնտվյալով էլ գիշերն ուկրաինական շուրջ 100 ՀԹՍ է խոցվել, թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի եւ Կուրսկի մարզերը։ Զատկի տոների համար Մոսկվայի հայտարարած երկօրյա հրադադարը պետք է ուժի մեջ մտնի այսօր Ռուսաստանի ժամանակով ժամը 16:00-ին։ Կիևից հայտարարել են, որ հայելային կարձագանք են ռուսական ուժերի գործողություններին, թե զինադադարին, թե ռեժիմի հնարավոր խախտումներին։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փենյանում ընդունել է Չինաստանի արտգործնախարար Վան Իին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Պեկինը վերահաստատել է պատրաստակամությունը խորացնելու երկկողմ գործակցությունը։ Վան Իին հավելել է, որ Հյուսիսային Կորեան ուշագրավ նվաճումների է հասել, չնայած երկրին ճնշելու եւ մեկուսացնելու Միացյալ Նահանգների ու արևմտյան ուժերի փորձերին։ Կիմ Չեն Ընը նշել է, որ Փենյանի եւ Պեկինի հարաբերությունները հասել են նոր մակարդակի։ Կողմերը պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական հաղորդակցությունն ու համակարգումը հաշվի առնելով համաշխարհային զարգացումները եւ համատեղ նպաստել տարածաշրջանային խաղաղությանը։ ՆԱՍԱ-ի Օրիոն տիեզերանավը Արտեմիս 2 առաքելության անձնակազմով հաջողությամբ վերադարձել է երկիր, ավարտելով ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին մարդատար թռիչքը դեպի լուսին եւ հետ։ Տիեզերանավի պարկուճը վայրէջք է կատարել Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Լուսնից վերադարձի ժամանակ Օրիոնը մթնոլորտ է մտել մոտ 40,000 կմ/ժ արագությամբ, ինչը համադրելի է 1960-70-ականների Ապոլոն ծրագրի առաքելությունների ցուցանիշների հետ։ Այսպիսի արագությունների դեպքում թռիչքային ուղեգծի նույնիսկ ամենափոքր սխալը կարող է ճակատագրական լինել։ Դիանա Գասպարյան, լուրեր։ Հանրակրթության նոր չափորոշիչներով Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները կարող են երկրորդ օտար լեզվի փոխարեն ուսումնասիրել իրենց մայրենի լեզուն։ Պարտադիր է նաև 12-ամյա կրթությունը, սակայն կա մասնագետների պակաս։ Խնդիրը լուծելու համար ազգային փոքրամասնությունների դեպքում թույլատրվել է, որ դասավանդողը չունենա բարձրագույն կրթություն։ Նաև քվոտայով տեղեր են հատկացվում բուհ դիմողներին։ Գեմ ու դզգին բերդայը Քևսը լևա, էթը գավա, նասը կնա լթջա։ Բանաստեղծությունը եզդիերեն է, Ֆերիկ գյուղի դպրոցի սովորողն է արտասանում հենց եզդիերենի դասին։ Էշ քեվա, բնդարուկա, դկավե, դլե, մեզն, չուկա։ Իրենց ուսուցիչը Ռուստամ Հասոյանը նաև գյուղի վարչական ղեկավարն է։ Միակ ուսուցիչն է, որ մասնակցել է կամավոր ատեստավորմանը, շեմը հաղթահարել է 86%-ով։ Գրքերը, որոնցով այժմ դասավանդում են, պետությունը տրամադրում է անվճար։ Մենք հպարտ ենք, որ մենք Հայաստանում ենք ապրում եւ զգում ենք մեզ որպես լիարժեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու նաև ըստ որպես ազգային փոքրամասնություն դասավանդում ենք նաև մեր մայրենի լեզու եւ գրականություն։ Դեռ 2007-ից դասավանդող ուսուցիչը կարծում է, եզդիներն իրենց մայրենի լեզուն պարտադիր պետք է իմանան։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, մենք մեր մայրենի լեզվով, եզդիներեն լեզվով չունենք բարձրագույն ինչ-որ հաստատություններ, որ բայց երեխեքը պարտադիր պետք է իմանան իրենց մայրենի լեզուն, իրենց հետ շատ օգուտ է տալիս։ Ամոթել ասենք մարդ իր մայր լեզուն չիմանա, չկարողանա էլի գրել կարդալ։ Սա արդեն բարձրդասանցու կարծիքն է։ Այդ դասընթացները տեղի են ունենում մեր դպրոցում, ավելի շատ բաներ ենք իմանում, թե այն ժամանակներում մենք ինչ պատմություններ ենք ունեցել, մեր նախնիները ինչպես են ձևավորվել, ինչպես են եկել։ Դպրոցն 9-ամյա էր, ավարտելուց հետո աշակերտները հիմնականում իրենց կրթությունը չէին շարունակում, Հարևան գյուղի դպրոց գնալն անհարմար էր։ Երեխաները ուսումը կիսատ էր մնում, իսկ մենք գիտենք, որ հանրակրթության կարևորագույն կետերից է 12-ամյա պարտադիր կրթությունը։ 24 թվականին դիմեցինք մարզպետարան եւ մեր կրթության վարչության օգնությամբ դիմեցինք նախարարություն, որպեսզի դպրոցը դառնա միջնակարգ, իսկ 2024 թվականի հոկտեմբերին արդեն կառավարության որոշում եղավ եւ դպրոցը դարձավ միջնակարգ։ Հիմա արդեն աշակերտներն իրենց կրթությունը շարունակում են 10, 11, 12-րդ դասարաններում։ Ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի, նրանց մշակույթի ուսուցումը պետության պարտավորությունն է։ Կրթական գերատեսչության ներկայացուցիչը վստահեցնում է, այդ ամենի պատշաճ ապահովումը իրենց ուշադրության կենտրոնում է։ Նոր չափորոշիչի ներդրման շրջանակում մենք ունենք դպրոցական բաղադրիչից հնարավորություն տրամադրելու իրենց մայրենի լեզվի ուսուցմանը եւ կա կարգավորում, որի համաձայն գիտենք, որ մեր բոլոր դպրոցներում երեխաները առնվազն 2 օտար լեզու են սովորում,
ազգային փոքրամասնությունների պարագայում իրենք կարող են ուսումնասիրել մեկ օտար լեզու եւ փոխարենը այդ ժամերը հատկացնել իրենց մայրենի լեզվի ուսումնասիրությանը։ Այն դպրոցներում էլ, որտեղ նույն դասարանում հայեր են սովորում, լեզվի ուսուցումը կարող է իրականացվել խմբակի ձևով։ Դասավանդողների խնդիր կա, փոխնախարարն են ընդգծում։ Կրթության մասին օրենքի պահանջ է, որպեսզի ուսուցիչ աշխատող մարդը ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն եւ օրինակ եզդիերենի դասավանդման հետ կապված մենք լրջագույն խնդիր ունեինք, երբ երեխաների իրավունքը իրացնելու հետ կապված խնդիր կար, որովհետեւ չկային բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող համապատասխան ուսուցիչներ, այդ խնդիրը լուծելու համար մենք խմբակավարներին միայն ազգային փոքրամասնությունների դեպքում թույլ ենք տվել, որ բարձրագույն կրթություն, մասնագիտական մանկավարժական կրթություն չունենան։ Այդ ուսուցիչներն ունեն կամավոր ատեստավորման հնարավորություն եւ հաղթահարելու դեպքում կարող են որպես առարկա եւս դասավանդել։ Եզդիներն ազգային փոքրամասնություններից ամենամեծաթիվն են, իսկ ընդհանուր առմամբ տարբեր ազգության 4593 երեխա է սովորում հանրապետության շուրջ 500 դպրոցներում։ Ալաբիտ մնախլիթա մնդիլիտ։ Երևանի Պուշկինի դպրոցն է, այստեղ աշակերտները նաև ասորերեն են սովորում։ Ասորի այս աշակերտն իր մայրենի լեզուն չգիտեր, նոր են սկսել սովորել, թվերն օրինակ արդեն գիտեն։ Խա, թրե, թլա, արբա, խամշա, ըշտա, շովատ, մենյա, ածա, ասրա։ Ուսուցչուհի Վերա Ավչյանը եւս ասորի է։ Մենք դասարանում տվյալ ունենք 2 ասորի, բայց ունենք խառնուրդներ, որ մայրն ասորի, հայրը հայ, այդտենց երեխաներ շատ ունենք։ 3-4 դասարաններում երեխաները այս գրքով են սովորում, սովորական գրքի է նման, միայն թե հակառակ կողմից է բացվում։ Աչից ձախ ենք կարդում, տառերը 22 տառ ունենք ասորերենում, նրանք բոլորը բաղաձայն տառեր են, չունենք ձայնավոր հնչյունները, մեր նշաններով են, որոնք կոչվում են սկափը, զլամա, նշաններ։ Ուսուցչուհին պատմում է, սովորելը թեև փոքր-ինչ դժվար, բայց երեխաների համար շատ հետաքրքիր է։ Ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար տարաբնույթ միջոցառումներ եւս կազմակերպվում են։ Նախորդ տարի շատ հետաքրքիր մի միջոցառում ունեինք, որի շրջանակում հանրապետության բոլոր դպրոցները ազգային փոքրամասնությունների մշակույթն ու ժառանգությունն էին ուսումնասիրել, դպրոցականները տարբեր պարեր էին բեմադրել, տարբեր ժառանգությանը վերաբերող տարբեր ավանդույթներ էին ուսումնասիրել եւ ներկայացրել իրենց նախագծային աշխատանքների շրջանակում։ Մենք ընտրել էինք լավագույններին եւ բավական հետաքրքիր էքսպո ունեցանք Սունդուկյանի թատրոնում։ Դպրոցական կրթությունից բացի խթանում են բարձրագույն կրթական հաստատություններում ներգրավվածությունը։ Օրինակ բարձրագույն կրթության շրջանակում քվոտայով առանձին տեղեր են հատկացվում նաև ազգային փոքրամասնությունների դիմորդներին։ Առանձին քննարկվում է հատկապես աղջիկների ներգրավվածությունը բուհերում։ Ըստ Արաքսիա Սվաջյանի այժմ էլ կա որոշակի դրական տեղաշարժ։ Էմմա Վարդանյան, Մեհ Կիրակոսյան, լուրեր։ Այսքանը լուրերին հետևեք մեր եթերում։